նայել եմ ուղիղ եթերով, տեսել եմ, որ այս ժամին ստեղ է լինելու, շատ մեր հարգալի, մեր շատ հարգարժան վարչապետին եկել ենք տեսնելու։ Ու ինչ տպավորություններ ստացեք իր հետ շփման արդյունքում։ Շատ լավ, միշտ հետևում եմ ամեն ինչին, շատ դրական փոփոխություններ, ամեն ինչ դեպի լավը, վատ բան չկա։ Ու շատ ափսոսում եմ, որ մենակ ինքը չի, իր կողքի կանգնողները ընդհանրապես իրավունք չունեին թեկնածություն դնելու։ Բոլորին, թեկուզ Սամվել Կարապետյանին, թեկուզ Քոչարյանին, թեկուզ որը որ աբսուրդ բան է։ Միանշանակ խոսալու ձև չգիտեն, խոսալ չգիտեն։ Ինչ պիտի անեն հայ ժողովրդի համար, կարակ ասեք։ Ինչ արեց Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմին։ Ինչ արեց Ղարաբաղի համար, ինչ արեց, ինչ որ մի բան արեց, ով էր ճանաչում, հələ մի տանցանոթ մի հասարակ մի բան որ մարդու հարցեք ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, իհարկե ոչ, բայց ինչ անի, այս մեր հայազգը լավ բան չի տեսել, տեսնելուց հետո լավն են ուզում, լավից լավը, իրանք իրավունք չունեին լավը տեսնեին Փաշինյանից, ինչա 51 տարեկան է դառնում, դառել է 70 տարեկանի, սաղ ամբողջ հոգսը վերցրեց իրա վրա, ամբողջ հոգսը։ Խաղաղության գործընթացին շատ Իհարկե, արդեն խաղաղություն, երեխեքին, բոլորի ժպիտ կա, ամեն ինչը լավ, դուրս ես գալի, որ ժամին, որ դուրս ես գալի, ուրախ, զվարթ, ամեն ինչը կարգին, ինչի մասին է խոսքը։ Մի երկու ծախված մարդիկ, որ գումարի բանով վերցնում են ու կեսիմ ավելնորդ բաներ են խոսում, դա աբսուրդ բաներ է, չի կարելի։ Մարդուն պիտի գնահատեն իր արածի համար, մարդուն պիտի մեծարեն, մարդուն ոչ այս մարդը հասկանում է իրանից ոչ մի բան, ինչքան լավ բան անում է, չգիտեմ էլի, չգիտեմ, ժողովրդին մի քիչ մեր ժողովրդին խելք տա, մի քիչ մտքերին պարզություն լինի, նախանձությունը վերանա, ում այս ընտրությունների ժամանակ չծախվեն, ընդհանրապես չծախվեն, իրանց խղճի առաջ թողեք ընտրությունները, այդքան բան կասեմ։